Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Ճշմարտության և Արդարադատության կենտրոնի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Արշակ Գասպարյանն է։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Պարոն Գասպարյան, այնինչ կանխատեսվում էր տեղի ունեցավ Բաքվում, Արցախի մասնավորապես ռազմաքաղաքական ղեկավարության այսպես կոչված դատավարության և դրա այսպես կոչված ելքի իմաստով, մենք նաև տեսանք դրանից հետո Ադրբեջանի նախագահի հարցազրույցը, որտեղ նա բացառում էր նրանց որևէ ձևով համաներում շնորհել կամ նման մի բան, եւ ծանր մեղադրանքներ են այդ մարդկանց բնականաբար առաջադրված։ Իհարկե, որքան էլ որ հարցը ամբողջությամբ մենք կարող ենք եւ գուցե այդպես է դիտարկել քաղաքական տրամաբանության մեջ, այնուամենայնիվ, եթե փորձենք ածանցվել Ադրբեջանից եւ այդ կեղծ իրավական process-ից, այլ դրան նայել միջազգային իրավական գործընթացների տեսանկյունից կա հնարավորություն այս մարդկանց, այսպես ասած, Ադրբեջանի քաղաքական որոշմամբ ճակատագիրը փոխել։ Բարի երեկո, նախ շնորհակալություն հրավերի համար։ Հարցի ընթացքը շատ լավ էր, վերջը փորձենք հիմա հասկանալ, արդյոք ընթացքը կարելի է փոխել թե չէ, որովհետեւ ես հիշում եմ ձեզ հետ ամբողջությամբ կարծիքը այն, որ այս ֆարսը ավարտվեց այնպես, ինչպես ենթադրվում էր, իր բազմաբնույթ խախտումներով, սկսած ընդհանրապես դատական իրավասության հարցերից մինչև ամբաստանյալներին փակ խցում պահելը, որը նույնիսկ չէին էլ քողարկել, ու այս քանի տարի անընդհատ մենք տեսնում ենք, թե ինչ կարգավիճակում են հայ պատանդները այնտեղ, իրապես պատանդի կարգավիճակում նույնիսկ դատական լսման սենյակում, որտեղ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ուզի բազմաթիվ ռեկոմենդացիաներ ու ստանդարտներ, թե ինչպես պետք է ազատազրկվածին կամ ամբաստանյալին պահել դատական լսումների սենյակում, եւ հոդվածներից արդեն պարզ է դառնում նաեւ, որ այն հոդվածները, որոնք դրվել են, կարվել են մեր հայ գերիների վրա որևէ աղերս չունեն, ընդհանրապես մասնագիտացված, այսպես կոչենք, զինվորական դատարանի զենքը պահել, զենքը օգտագործել, կիրառել անօրինական զենքի սրանք հարցեր են, որոնք որպես կանոն ընդհանուր իրավասության դատարաններում են, եթե նմանը ունի երկիրը, իսկ Ադրբեջանը ունի այդպիսի ուրեմն դատարանի կազմ, եւ եթե գանք նրան, որ իրապես այս ֆարսը ավարտվեց եւ շատ կանխատեսել էր, ցավոք այո, եւ բացի երկուսից թերևս եթե չեմ սխալվում են ասացի բոլորին ցմահ ազատազրկում, ինչ է ելնում Ադրբեջանի նախագահի խոսքից, կարծում եմ մեկնելու կարիք անգամ չկա, որովհետեւ ցավոք սրտի նույնիսկ մեր կառավարության, այսպես կոչենք, համառության եւ հետեւողականության խաղաղության պայմանագիր, այսպես կոչված, առաջ մղելու process-ում, անգամ այդ process-ում նա չի դադարում Արևմտյան Ադրբեջանը կյանքի կոչելու եւ ընդհանրապես հայատյացության խոսքը որևէ կերպ չի դադարել եւ ես կարծում եմ, որ նրա խոսքը մեկնելու կարիք չունի։ Ինչ վերաբերվում է իրավական գործընթացներին, ապա այստեղ այո դուք ճիշտ եք եւ այս մասով եւս ամբողջությամբ կիսում եմ ձեր մտահոգությունը եւ վարկածը առայ, որ հատկապես հիմա առավել շատ ոչ միայն իրավական եւ ոչ այնքան իրավական, որքան քաղաքական գործընթացների փուլում է եւ միշտ է այդպես եղել։ Իրավական որևէ տարրական ազդակներից եւ տարրական գիտելիքից հեռու դատական process է եղել, տեղափոխել եւ ընդհանրապես հանձնել կամ արտահանձնել կալանավորված անձանց կամ դատապարտյալներին կախված իրավական կարգավիճակից մենք ունենք տարբեր իրավական ուրեմն փաստաթղթեր կամ կառուցակարգեր, դրանց կոչենք նաեւ գործիքներ։ Նաև Ադրբեջանից։ Չէ, Ադրբեջանի հետ, այսինքն արտահանձման իհարկե։ Այսինքն Եվրոպայի խորհրդի, եթե չեմ սխալվում, այս հարցին չէի սպասում, բայց փորձեմ մտաբերել 1982 թե 83 թվականի Եվրոպայի խորհրդի կոնվենցիա կա, ըստ որը կոչվում է դատապարտված անձանց հանձնման մասին կոնվենցիա։ Եվ այստեղ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հնարավոր է պարտադիր պայմաններ կան հետևյալը։ Հայցող կողմի քաղաքացի պիտի լինի այն անձը, ում ուզում ես արտահանձնել։ Հայցող կողմը կարող է դատապարտված անձի անունից դիմում գրել արտահանձնող երկրին։
Հաջորդ պայմանն է, որ արտահանձնող, եթե չեմ սխալվում, արտահանձնող երկրում գտնվող անձը ցանկություն հայտնի իր քաղաքացիության երկրում պատիժ կրելու։ Հաջորդ կոմպոնենտն է, որ անձը, որին պետք է արտահանձնել, հանցանք գործած չլինի արտահանձնող երկրի տարածքում։ Այստեղ մենք արդեն մոտենում ենք շատ վտանգավոր կետերի եւ իրավական կառուցակարգերի տեսակետից առնվազն այս կոնվենցիայի տեսակետից, որքան էլ մենք ունենք իրավական փոխօգնության հուշագրեր Ադրբեջանի հետ բնական բոլոր պատճառներով, Եվրոպայի խորհրդի կոնվենցիաները վերել են այս ամեն ինչից։ Այսինքն թե եթե կա քաղաքական կամք, եւ այստեղ ուզում եմ ասել, որ մեր բոլոր գերիները, որոնք վերադարձել են 2023-ի դեկտեմբերից մինչեւ անցած ամսվա 4 հոգին, որևէ կերպ Ադրբեջանը կաշկանդված չի եղել իրավական մեխանիզմներով, որևէ կերպ։ Եվ մինչև այսօր մենք չգիտենք ինչ կարգավիճակով են եկել, որովհետև առնվազն, ես չգիտեմ ազգային անվտանգության ծառայությունում արկային ինչ-որ փաստաթղթեր թե չէ, առնվազն հանրային լրատվական դաշտում եւ մեր վկայությունների մեջ չկան այն փաստաթղթերը, որոնք կհուշեն իրավական որևէ ընթացակարգի մասին, այն է օրինակ վերաքննություն տալու միջնորդություն կա, չկա, վերաքննություն տալու են թե չէ, վճռաբեկության կարգով դիտարկվելու է թե չէ, որովհետև այս երաստիճան համակարգ ունի նաև Ադրբեջանը։ Եվ այս իմաստով, որքան էլ, բայց սրանք շատ կարևոր բաներ են, որոնք պետք է քաղաքական կոնտեքստում դիտարկել։ Որքանով է անհրաժեշտ եւ ինչպես է դիտարկվելու նրանց տեղափոխումը, անգամ եթե նրանք ցանկություն ունեն, տեղափոխումը ինչ է նշանակում, ինչպես են պահվելու, այստեղ թեպետ ինչպես են պահվելու, շատ հստակ է, մենք առնվազն մի քանի երկրների, այդ թվում Ադրբեջանի համեմատությամբ, մենք փառահեղ պայմաններ ունենք բանտային համակարգում։ Դե բաց այդ Ադրբեջանը նաև ճակերտավոր, այսպեսի մի նախադեպ ստեղծեց օրինակելի, չէ՞։ Սաֆարովի մասին է խոսքը, հա, ես կարծում եմ, որ նրանք կարող են իրենց արշինով չափելով, այսպես եթե կարելի է կենցաղային լեզվով, ենթադրել, որ մեզ մոտել են, բայց ես բացառում եմ նման բան, որովհետև Հայաստանի Հանրապետություն նույնիսկ եթե հիպոթետիկ ենթադրենք, որ կարող են 19-ն էլ վերադառնալ եւ իրենց պատիժը կրել իրենց քաղաքացիության երկրում, կրելու են պատիժը համարժեք եւ համապատասխան քրեակատարական հիմնարկներում, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այլ բան դժվար թե անի եւ դա է պահանջում նաեւ ժողովրդավար հատվածը անկախ նրանից ինչ է արել Քոթեշնամին, ինչ է արել այլ երկրի ղեկավարը արտահանձնման դեպքում։ Այո, եթե դատապարտված անձանց տեղափոխման մասին կոնվենցիա։ Եվ բայց սա եւս իր հետ բերելու է տարբեր խնդիրներ, դրա համար ես շատ կանգ չեմ ուզում առնել նրանց արտահանձնման, որովհետեւ դրա հիմնարար փաստորեն բանը, հիմքը, հիմնարար ու ուրեմն արժեքը, որը մենք պաշտպանելու ենք, դա այդ մարդկանց well-being-ն է, որ բարօրությունն է, այսինքն մենք վստահ ենք, որ այնտեղ անմարդկային պայմաններում են պահվել մեր բանտարկյալները, բոլորը անխտիր 2020 թվականից առ այսօր, եւ մենք ունենք վկայություններ, անգամ անունազգանուն ունենք այն մարդու, ով կատարյալ տիրապետում է հայերենին եւ լսում է բոլոր խոսակցությունները տեղում կանգնած, եւ սրանք կատարյալ բաներ են, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են եւ մեծ հույս ունեմ, որ ինչ որ մի պահի գալու է այն X ժամանակահատվածը, երբ այս ամենը օգտագործվի հավուր պատշաճի։ Ես նույնիսկ չեմ թույլ տալիս օգտագործել ընդդեմ Ադրբեջանի, որտեղ այլ կերպը չկա էլ։ Ուղղակի հավուր պատշաճի քննվեն այս գործերը այդ ժամանակ գործող որևէ միջազգային տրիբունալում, որն էլ որ լինի։ Մի ճշտող հարց ու անցնենք առաջ, երբ նշում եք արձանագրված են իրավունքի խախտումները, այդ 2020 թվականից, հա, բոլոր գերիների նկատմամբ։ Այստեղ մենք ընդհանուր ինչ որ փաթեթային իրավունքների խախտումների մասն ենք խոսում, թե այդ իրավունքների խախտումները դրանք նույնականացված են, առանձին են, խուց առ խուց, խցի համար առ համար, քրեակատարական հիմնարկ առ հիմնարկ, եթե սկզբում եղել են դիզբատում, հետո տեղափոխվել են այլ քրեակատարական հիմնարկներ, բոլոր քրեակատարական հիմնարկի ընդհուպ երկու խուց անկում եկող ձայնի մոտավոր իդենտիֆիկացիա։ Իհարկե սրանք կարելի է եւ հետագայում լինելու են շատ ավելի ստույգ տեղեկատվություններ եւ տվյալներ, այդուհանդերձ բոլոր փաստերը անուններ ունեն, ազգանուններ ունեն եւ կոնկրետ դեպքեր են, որոնք հնարավոր է եղել բնականաբար փաստագրել վկաների, ականատես վկաների ուրեմն հարցազրույցներով։
Շատ լավ, մի խոսքով կամքը լինի, ձևը կգտնեն այդ մարդկանց վերադարձնելու։ Այս պահին իրավական խնդիրը շատ չեմ կարծում կարևոր է, շատ կարևոր է քաղաքական կամքը, որը հուսամ այս վենսի գալուց հետո այս բանի խաղաղության պայմանագիրը բազմուղի է, խաչմերուկ է, ինչեր որ լինի, հա, բացման արարողությունն է կամ պայմանագիրն է խաղաղության, չեմ պատկերացնում ինչպես, բայց առնվազն հիպոթետիկ։ Կարծում եմ քաղաքական կամքը հասունանա ոչ Ադրբեջանի նախագահի մոտ, այլ կոնկրետ երկրի կամ կոնկրետ երկրների լծակներով։ Նկատում ենք Միացյալ Նահանգները։ Եվ Ֆրանսիան, երբ որ առաջ ստորին պալատը եւս վավերացրեց գերիների վերադարձի մասին իր բանաձևը, որը կարծում եմ եւս կարևոր ազդակ է։ Ի վերջո ինձ լսողները եւ իմ նման իմ գործընկերների եւս լսողները կարծում եմ կասեն դե ում է պետք կամ չգիտեմ ես միջազգային ատյանները ինչ են անելու, ես ուզեմ սրանից մենք դուրս գանք, ես ուղղակի մատնանշում եմ, որ հասկանում եմ բոլոր այդ մարդկանց, բայց չեմ կիսում այդ կարծիքը, որովհետեւ այլ գործիքակազմ ուղղակի չկա։ Եվ ուղղակի միշտ այդպես եղել ճիշտն ասած, որքան էլ դասագրքերը թեպետ դասագրքերը եւս միջազգային մարդասիրական իրավունքի եւ միջազգային իրավունքի, միջազգային քրեական իրավունքի շատ հստակ են իրենց ստանդարտներում եւ գիտելիքի իմաստով, բայց միևնույնն է դրանք ծնվել են քաղաքական կամքով եւ քաղաքական որոշումներով։ Եվ սրանցից զերծ ուղղակի դեռևս այդ գիտությունը չունի։ Հիմա այլ դիսցիպլին է պետք ուրեմն մտածել։ Այո, եւ որքան էլ հիմա շատ ընդունված է ասել, որ միջազգային իրավունքը չկա, չի գործում, էս է, այն է եւ այլ, այնուամենայնիվ անգամ այդ պայմաններում բոլոր երկրները, այդ թվում եւ Ադրբեջանը, փորձում է իր գործողությունները բացատրել եւ մեկնաբանել միջազգային իրավունքի տեսանկյունից։ Այո, միանշանակ, որովհետեւ նրա ամենապարտվող կետը միջազգային ատյաններն են։ Միակ տեղը, որտեղ մեզ հետ հավասարը չկա, մենք արտամրցակցային ենք այս իմաստով։ Մրցակցություն ուղղակի գոյություն չունի եւ Ադրբեջանը հենց դրանից է սարսռում կարծում եմ, նաեւ դրանից։ Ես չգիտեմ քաղաքական որոշումների կամ այդ նույն խաղաղության արդյունքում ինչեր են, ինչ արժեք ենք վճարելու, գին ենք վճարելու, դա սա մի քիչ ուրիշ բան է, բայց առնվազն իրավական դրույթում մեզ հետ ոտ գցելու տեղ չունի Ադրբեջանը եւ նրանց սպասարկող որևէ մարմին, պետություն, կազմակերպություն կամ անհատ իրավաբան։ Շատ լավ, Միացյալ Նահանգների մասով մենք հիշում ենք, որ Միացյալ Նահանգների հենց նաև միջնորդությամբ մենք գերիների մեծ խմբի վերադարձ ունեցանք։ Այս դեպքում խնդիրը հենց պայմանավորված է, այսինքն խնդիր նկատի ունեմ, եթե հաշվի ենք առնում, որ Վենսը եկավ տարածաշրջան, գնաց գերիների հարցից խոսեցին եւ այլն։ Հիմա խնդիրը կարող է ավելի տևական ձգվել, որովհետեւ խոսքը հենց ռազմաքաղաքական ղեկավարության մասին է, որոնք ձևավորել են Արցախում իշխանություն, միջազգային հարաբերություններ, ճանաչման գործընթաց են վարել, հանրային իշխանություն են ի վերջո եղել, հա, ինստիտուտներ են ձևավորել եւ այլն։ Սա է բարդացնում իրավիճակը։ Գիտեք, դե ի վերջո այդ ղեկավարներին, ովքեր եղել են Արցախում, ես ճիշտ ասած այդ ռազմաքաղաքական բառը այնքան էլ չեմ սիրում, որովհետև իրենք ռազմիկներ չեն ի վերջո, այն ինչ որ փորձում են ներկայացնել Ադրբեջան։ Դրանք հանրային պաշտոն զբաղեցնող մարդիկ են եղել, ոմանք նաև պաշտպանության բանակում ինչ որ ժամանակ, իսկ ինչ որ այն ժամանակ, երբ որ ձերբակալվել են, անգամ այդտեղ պաշտոն չեն զբաղեցրել։ Դրա համար այդ ռազմաքաղաքական ղեկավարությունը, որքան շատ գեղարվեստական եւ գիտական իմաստով կիրառելի է, կարծում եմ այստեղ մի քիչ բան կա, այսպես խոցելիություն, այս իմաստով։ Բայց այն որ այս մարդկանց, այսինքն Արցախի հանրային իշխանություն զբաղեցրած անձանց սարքել են սիմվոլ, խորհրդանշական է նրանց դատապարտելը, ինչքան խիստ այնքան լավ։ Սա միշտ եղել է Ադրբեջանի այսպես կոչված այդ ֆարս արդարադատության հիմքում։ Եվ անգամ այն ժամանակ, երբ ունեին 23-ը վերջի 2 տարվա ընթացքում բանի ուրեմն այդ իշխանություն ունեցած մարդկանց Արցախի ղեկավարության, այսպես ասած, ուրեմն ղեկավարներին, ղեկավարություն ունեցած մարդկանց դատելը միշտ կրել է ուրեմն Արցախի նկատմամբ եւ կարծում եմ Հայաստանի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը խարսխելու միջոց։ Եվ սա պահպանվել է առ այսօր։ Այստեղ ես որևէ բան չեմ տեսնում։ Կախված նրանից, որ փոխնախագահ Վենսը այստեղ էր, որպես ամերիկյան
կառույցի ներկայացուցիչ ասեմ, որ ներքին խոհանոցներից գիտեմ, որ շատ լավ է անցել հանդիպումը եւ մենք ունենք ինչ-որ լավ հնարավորություններ եւ բավականին մինչ նրա գալը եւս աշխատանքներ են տարված եղել։ Ես կարծում եմ, որ ժամանակը շատ դժվար է քննարկել մոտ ապագայում կլինի թե չէ, բայց կարծում եմ, որ կարծես չասեմ կանաչ լույս, բայց առնվազն խոսակցության մակարդակում, որ այնտեղ պահվող հայերը պիտի վերադառնան, սա արդեն լավ քայլ էր եւ բավականին լրջորեն է խոսվել այդ մասին։ Երբ կլինի վերադարձը եւ արդյոք կախված է քաղաքական իշխանության կրող լինելուց, կարծում եմ միգուցե ինչ որ մարդկանց դեպքում կարծում եմ այո, բայց կարծում եմ, որ դժվար թե 1-2-ին թողնեն մնացածին ուղարկեն։ Ես կարծում եմ, որ պարբերաբար մինչև վերջին մարտը պիտի ուղարկեն։ Սա միգուցե բան է, տեղեկատվության հիման վրա է, բայց միգուցե նաև դրա մեջ կա հույսի ռոմանտիզմը, որ առնվազն չի կորչում, որ այդպես կլինի։ Ես կարծում եմ, որ այդ քաղաքական որոշումների էլի արդյունքում է լինելու եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ դերակատարում ունենալու են։ Խաղաղության հաստատումը կամ, չգիտեմ, զարգացումը, չգիտեմ ինչ, ոնց ձևակերպեմ այդ բառը, օգնում է այդ process-ին։ Այդ նարատիվ կոչվածը, այդ բովանդակության մասին խոսելը, այո, ինչպիսին է լինելու խաղաղությունը եւ ինչպիսի վերջնական տեսք է ունենալու այն պայմանագիրը, որը նախաստորագրված եւ ստորագրված օգոստոսի 8-ից հետո ցույց տվեցին, ես չգիտեմ, որովհետեւ առնվազն արդարադատության իմաստով շատ խոցելի մասեր կան եւ պետք է հասկանալ վերջը ուր է գնալու եւ սա ինչ ձևաչափ է հարաբերության։ Եթե հղում անեմ վարչապետի երեկ թե այսօր հնչեցրած այն մտքին, որ շուտով ենթադրաբար Կիրանցում կամ սահմանազատված այլ տարածքում լինելու է առևտրային պլատֆորմ երկու երկրների, ենթադրում եմ, որ մենք մեր աչքը սովորեցվում է արդեն կամաց, որ Ամասիայի նման մենք տեսնելու ենք շատ տարբեր ադրբեջանցիներ, նաև անգամ Երևան քաղաքում, եւ սրանք պետք է առնվազն ստիպված ենք ոչ շատ աննորմալ չնայել այս ամեն ինչին։ Ես կարծում եմ, որ այս տեմպը ինչ որ բանի մասին խոսում է, ինչ է չգիտեմ, որ իրենց հարցնես կարող է իրենք ասեն նույնիսկ այս խաղաղությունը ուշացած է, բայց այդ ինչպես է տեղի ունենալու ես չեմ պատկերացնում, որովհետև ու չեմ ուզում ասել, որ չի լինի, դա Աստված որ լինի եւ կարծում եմ, որ այդ բնույթի խոսակցությունն էլ անգամ չի կարելի ոչ եթերով, ոչ անգամ սուրճի սեղանի շուրջ կարելի է կամ պետք է խաղաղություն, թե չէ, իհարկե պետք է։ Անգամ Ադրբեջանն է պետք, այլ բան թե ամեն մեկս ինչ արժեք ու գին ենք տեսնում դրա տակ եւ պատրաստ վճարել, բայց խաղաղությունը պետք է բոլորին։ Ուղղակի պետք է հասկանալ ինչպես ենք առանց արդարադատության երաշխիքների ստեղծելու 120,000 մարդու խաղաղ գոյակցության երաշխիքներ։ Ինչպես, եթե մենք չունենք իրավական պաշտպանության մեխանիզմներ։ Ինչպես, եթե մենք չունենք եւ հռետորաբանությամբ մեր երկրի մենք փակել ենք հարցը եւ չենք տեսնում 120,000 հայի վերադարձը իր հող։ Ինչպես ենք մենք տեսնում նյութական արժեքների պաշտպանությունը եւ իրավունքը այդ նյութական արժեքների, որոնք տասնամյակներ մնալու են այդպես։ Անգամ եթե քանդվեցին, անգամ եթե այդ մարդը չի կարողանում մտնել այդ շենք, շոշափել այդ շենք։ Ես չգիտեմ դա ոնց է արվելու, բայց այդ նարատիվը, որ ուղղակի մենք շատ համառորեն, որ այլ կոնտեքստում կարելի է նույնիսկ հպարտանալ որևէ երկրի կառավարության այդ համառությամբ եւ հետեւողականությամբ, որ չհետևելու որևէ մեկի խորհրդին, ինքը շարժվում է այնպես, ինչպես ինքն է ուզում, սա միգուցե վատ չի, բայց ինչպես ենք սա անելու, կարծում եմ դեռ պետք է քննարկել։ Իրավունքների մասով օրինակ սեփականության իրավունքը, սրանք էլի ժամանակային միջոց չճանաչող չէ իրավունքներ են։ Այսինքն հիմա գործադիրի մոտեցումը մենք, չգիտեմ, հարցը փակել ենք եւ խաղաղության պայմանագիրը ստորագրվում է կամ չի ստորագրվում, այնուամենայնիվ այդ մարդիկ կարող են դիմել տարբեր ատյաններ իրենց իրավունքների համար եւ դրանք նաեւ պիտի դիմեն, որովհետեւ էլի
քաղաքական իրավիճակի գուցե փոփոխության պայմանավորված 1000 ու մի բան եւ այդ հայցերը կարեւոր են լինելու որպեսզի ինչ որ պահի այս մարդկանց իրավունքներին անդրադարձ լինի։ Անշուշտ, մեր եւ մեր մյուս գործընկերների ամենօրյա բանոգործը հենց դա է, հնարավորինս մեծ թվով վկաների հայցերը ուրեմն կազմել եւ հավաքագրել ողջ վկայությունը փաստաթղթավորումից մինչեւ վիդեո նկարահանում բոլոր փաստերը ինչպես որ կա։ Ու դրա համար էլ մեր փաստերի արժեվ Ադրբեջանը չունի ոչինչ անելու եւ կարծում եմ հենց դա էր պատճառը, որ պայմանագրի մեջ հայլային հետքաշման պահանջ կա, որը եւս չեմ պատկերացնում ինչպես է լինելու, բայց ամեն դեպքում հիմա պետք է հասկանալ ինչպես է այդ գործընթացը գնալու, բայց միևնույնն է, սեփականության իրավունքը այդ մարդկանց պաշտպանվելու է եւ պահպանվելու է տասնյակ տարիներ։ Երբ է լինի, ուզում եմ 2062 թվականին լինի այդ մարդիկ պետք է ունենան կամ հնարավորություն ստանան վերադառնան այնտեղ, որտեղ ինչպիսին որ թողել են, կամ պիտի ստանալ փոխհատուցում։ Այլ ձև չունի իրավունք։ Մի ճշտող հարցել հայցը, որը օրինակ ներկայացնում է պետությունը, եւ հայցը, որը ներկայացնում է արդեն անձը կամ կազմակերպությունը այդ անձանց խմբի անունից կամ եւ այլն։ Եվ օրինակ ետ ենք քաշում, հա, ստորագրվում է այդ պայմանագիրը, հայցերը պետական մակարդակով ետ ենք քաշում։ Նկատի ունեմ սրանց կշիռների փոփոխություն լինում է հայցերի մասով, այսինքն եթե այնուամենայնիվ մենք իրավունքի կամ իրավական գործընթացի հետ գործ ունենք, հա, իրավական իմաստով ոչ, կշիռը չի կորցնում, քաղաքական իմաստով այո, որովհետև միևնույն է, ինչպես ասում են ամերիկացիները, օրվա վերջում ամեն ինչ քաղաքական է։ Մեր այսօրվա զրույցն էլ որևէ աղերս չունենալով քաղաքականության հետ կարող է քաղաքականացվել։ Շատ կախարդական բառ է, էլի այդ քաղաքականությունը, բայց քաղաքական որոշումը, քաղաքական ազդեցությունը, քաղաքական լծակը շատ ավելի բարձրացնում է ոչ թե իրավական փաստարկման կշիռը, այլ բարձրացնում է հավանականությունը հոգուտ այս տուժողների, զոհերի, պատերազմական հանցագործությունների եւ այդ տուժողների իրավունքները պաշտպանելու իմաստով, հոգուտ նրանց որոշում կայացնելու իմաստով։ Այստեղ կա քաղաքականություն, որովհետեւ դե միջազգային բոլոր ատյանները դատարան, տրիբունալ, ինչպես է նրանց անվանես, իհարկե տեսնում են նաև քաղաքական կամքը տվյալ երկրի, այլ երկրների մոտեցումը եւ այսպես շարունակ։ Իսկ ինչպես գիտենք, կան նաև հայցեր այո պետության կողմից, կան կազմակերպությունների կողմից, ինչի մասին հիմա մենք խոսենք, այն որ նաև իշխանությունների կողմից ասվում է եւ դրույթներից մեկը խաղաղության պայմանագրի կամ համաձայնագրի այն է, որ քաշել եւ պետք է հրաժարվեն հա միմյանց դեմ հայցերից։ Արդեն իսկ գոյություն ունեցող հայցերի վրա այս խոսույթը, այս մոտեցումը, այդ նպատակադրումը անդրադառնում է թե ոչ։ Եթե հղման է պայմանագրի, ապա ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև ես չեմ տեսնում։ Իրավունքի իմաստով ոչ, որովհետև ետ է քաշվելու բոլորը, այսինքն որևէ հայց իրար նկատմամբ չենք ունենալու ավելին, պայմանագրից հետո էլ մենք պայմանավորվում ենք, որ իրար նկատմամբ հայցեր չենք ունենալու նույնիսկ ստորագրումից հետո, նույնիսկ որևէ խախտման դեպքում։ Սա մի քիչ ինձ համար մի քիչ անհասկանալի մոտեցում է ճիշտ ասած, որովհետև նախ միջազգային արդարադատության դատարանի կանոնադրությունը եթե նայում ենք, հիմա շատ արագ խփանցիկ ասեմ, հետո անցնեմ հարցին, դա նաև որ ուրեմն հայցերի ետքաշման կամ հայցերից հրաժարվելու վերջնական որոշում երկրներին չի, նրանց միջնորդությունն է։ Հայցերից հրաժարվելու վերջնական որոշումը արդարադատության դատարանին է, միջազգային արդարադատության դատարանին է։ Որը կարող է այդպիսի որոշում չկայացնել։ Կարող է եւ ի երջանկություն մեզ այդպիսի որոշումներ չի կայացվել, որ մենք այսօր ունենք գոնե Յուգոսլավիայի, Կոսովոյի կամ մնացած այլ Ռուանդայի եւ այլ երկրների օրինակները, որոնք զարգացրել են միջազգային իրավունքը կամ միջազգային մարդասիրական իրավունքը կամ միջազգային քրեական իրավունքը, որովհետեւ այն հայցերը, որոնք ներկայացվում են, սրանք պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցանքներ են։ Սա արշակի ժիրայրի գործը չի։ Սա այն գործն է, որը ժառանգություն է մարդու իրավունքներին, սա ժառանգություն է ընդհանրապես աշխարհին պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցանքների իմաստով եւ միջազգային արդարադատության դատարանը շատ հանգիստ կարող է չվերցնել ետ, այսպես ասած, կամ չորոշել հոգուտ
հայցերը հետ քաշելու վերաբերյալ միջնորդության։ Սա մեկ, եւ երկրորդը, անգամ եթե միջազգային արդարադատության դատարանը կամ վերադարձնել հետ հայցորդներին, միևնույն է դատական ծախսերը պարտադիր են վճարման։ Սրանք այս երկու փոքրիկ կոմպոնենտներն են, որոնք ամեն դեպքում միևնույն հարցականի տակ են դնում եւ նաեւ տեղեկություն այն մասին, թե այդ որ երկրներն են եղել եւ այն երկրները, որոնց 1-2 ես հպանցիկ անդրադարձել եմ, սրանք երկրների ղեկավարների փոփոխության արդյունքում երկրների քաղաքական կուրսի տոտալ փոփոխության հետևանք է։ Մեր երկրներում կարծես թե դա տեղի չի ունենում պատերազմից 20 թվականից առ այսօր, նույն ղեկավարը մեզ մոտ է, նույն ղեկավարը այնտեղ է։ Հիմա ապագայում ինչ պետք է լինի չեմ կարող ասել, բայց առնվազն պիտի այդպիսի մի լուրջ փոփոխություն լինի, որ հայցերը հետ քաշելու համար լինի ինչ որ մարդկության դեմ ուղղված հանցանքից ավելի պաշտպանությունից ավելի մի բանի պաշտպանություն, որի համար արժի այդ զոհողությանը գնալ։ Ես չգիտեմ, դա ինչ է։ Իսկ հիմա մեր հայցերը ինչ փուլում են, հարցրակ նաև ճշմարտության ու արդարադատության կենտրոնն է։ Հիմա մենք ունենք հայցեր հենց տարածորեն այսօր հայց դրան չեն կոչիլ, բայց մեր կազմակերպության նախագահան եւ մեր կազմակերպության ավագ իրավաբանը Լիլիթ Հարությունյան հիմա գտնվում են Միացյալ Թագավորությունում, որտեղ քննվում է միջազգային իրավաբանների ասոցիացիայի հրավերով նաեւ այնտեղ քննվում է Արցախի եւ Հայաստանի մշակութային ժառանգության ուրեմն դիստրոբանը ժառանգության ոչնչացման բաները, դեպքերը եւ մենք ներկայացրել ենք մի հետաքրքիր զեկույց եւ ներկայացնելու ենք այնտեղ եւ տրվել է այդ հնարավորությունը։ Մենք ըստ էության ամեն ինչ փորձում ենք անենք, որ միջազգային տարբեր ատյաններում կամ տարբեր մարմիններում, որտեղ հնարավոր է խոսել մեր վկաների մասին, մեր 650 եւ ավել վկաների մասին, որոնք կազմում են մի ամբողջ, կարծես, պատմություն, մի ամբողջ իրավական մարդկության դեմ ուղղված հանցանքների, պատերազմական հանցագործությունների, ագրեսիայի, տարբեր հանցակազմերի, այսպես ասած, մի ամբողջ փաթեթ։ Մենք ունենք գործեր յուրախություն ինձ մեզ ասեմ, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն էլ է հայցը վերցրել քննության 8 անհետ կորածների ուրեմն աշխատանքային խմբում են քննվում 3-ը կարծեմ վերցվել են արդարադատության եւ հուսամ այս տարվա ընթացքում կունենանք արդեն լսումներ եւ ընթացիկ ուրեմն վկայությունների հավաքագրումն է, որ իր ակտուալությունը չի կորցնում ոչ մի օր ավելին, ասեմ, որ ընդհակառակը հիմա ժամանակն է իրար հետ գործելու համախմբվել բառը տարբեր կուսակցություններ են կարեն օգտագործում, արդեն չգիտեմ ոնց օգտագործեն, բայց նույնիսկ եթե չհամախմբվել, բայց բոլոր ատյաններում Հայաստանի, Արցախի տեղի ունեցածի վերաբերյալ առավելագույն փաստարկումներով ընդգրկուն, ամբողջական, լրիվ այս բոլոր ստանդարտները պահպանելով, պաշտպանելով միջազգային ատյաններում ներկայացնելն է, թմբկահարելը, թե կուզեք այդ կենցաղային խոսքով։ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 16-րդ նստաշրջանում Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ, խոսեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրերից այն կողմ նաև ցանկանում են իրական երկխոսության, վստահության սերմեր, հասարակությունների, այդ թվում տուժած բնակչության միջև, չնայած հակամարտության ցավոտ մարդասիրական հետևանքները դեռևս պետք է լուծվեն ու հերավոր ու մոտ անցյալի վերքերը շարունակվում են, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին, սա անհրաժեշտ է, սա դժվարին ձեռնարկ է, հաշվի առնելով Բաքվում դեռևս պահվում են 19 հայ կալանավորվածներ ու անհրաժեշտ է պարզաբանել անհետ կորած անձանց ճակատագիրը եւ բռնի անհետացման դեպքերը, ինչպես նաեւ տարածվում են աղավաղված պատմական պատմություններ, ասել է նախարարը, շեշտելով Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ այս ուղին դեպի ապագա կողմնորոշված ավարտ, հասկանալով, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կխթանի ավելի բարենպաստ միջավայր հակամարտության հետևանքները լուծելու համար։ Տարբեր ատյաններում, այդ թվում նաեւ մարդու իրավունքներին վերաբերող կարևոր ՄԱԿ-ի ատյաններում քննարկումները ինչ են տալիս մեզ իրենց գերիների մասով։ Տալիս են առավելին 1-2 բան, որ շատ կարևոր։ Առաջինը միջազգային հանրությունը մեզ միշտ թվում է բոլորը մեր ցավի ու դարդի մասին, մեր պատմության մասին, տեղյակ են կամ պարտավոր են տեղյակ լինել, դա այդպես չի։ Եվ ցավոք սրտի այդպես չի, որովհետև մենք տնային աշխատանք առ այսօր լավ չենք կատարում։ Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում եւ իմանալով տարբեր նահանգներում այսօր
գիտությունների տեխնացուականներ են պաշտպանվում, PhD-ներ, Արևմտյան Ադրբեջանի տիտղոսաթերթի վրա գրված։ Մենք դեռ ուրախանում ենք, որ մեր արտաքին գործերի նախարարը հնչեցրել է բռնի տեղահանվածների, անհետ կորածների եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին, եւ այն ինչ որ արվում է միջազգային ատյաններում, սա առաջին հերթին համայն աշխարհին առնվազն 193 անդամ պետությունների տեղեկացնելն է, ինչ է կատարվում, որտեղ են մարդու իրավունքները գտնվում, որտեղ են պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները եւ այդպես շարունակ։ Երկրորդը, որը շատ կարևոր իր գործնական նշանակությունն է, այն X օրվա համար նախատեսված իրավական ակտերն են, որ այդ օրը ես ունեմ այդ վստահությունը, որ գալու է եւ միայն միջազգային այս ատյանների կողմից է, որ կարող են լինել պարսավանքից մինչև պատժամիջոցներ։ Եվ եթե ճիշտ եմ հիշում, ինչպես Արարատ Միրզոյանն ասաց, ոնց որ թե հարցը պիտի քննարկվի նաև անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ի բարձրագույն մարմինն է, եւ կարծում եմ մենք պիտի ունենանք առնվազն հույս այն բանի, որ այս հանցագործությունների համար Ադրբեջանը կլինի հաշվետու եւ պատասխանատու։ Ինչու տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ։ Այլ բան, որ Արարատ Միրզոյանի խոսքը ես որքան հասկանում եմ, կոնտեքստը պարփակված է այդ խաղաղության պայմանագրի ձևաչափում եւ կարծում եմ, որ ակնարկ է կարծես թե, որ մեր գերիների կամ այնտեղ պահվող հայերի վերադարձը պիտի լինի խաղաղության պայմանագրի ստորագրման կարծես թե ուղիղ հետևանք։ Ինչը Ադրբեջանից իհարկե մենք չենք լսում ու կարծում եմ չենք էլ տեսնելու, ուղղակի կարող է լուր տեղափոխեն այստեղ եւ վերջ հուսանք ինչ որ այդպեսի բան կլինի, բայց մեխանիզմը դեռ չեմ տեսնում, որովհետեւ նաեւ բայց ուրախալի է, որ վերջերս արդեն երևի 1.5-2 տարի մենք չէինք լսել կառավարման որևէ մարմնի կողմից կամ մարդու կողմից, պաշտոնյայի կողմից գերիների մասին կամ անհետ կորածների մասին ինչ որ բարձր ատյանից խոսք։ Ես կարծում եմ, որ սա եւս Վենսի գալուց հետո ազդակ է, որ ժողովուրդ երևի թե շատ ճակերտներում ասեմ թույլտվություն կա այդ մասին խոսելու ավելին բարձրաձայնելու եւ առաջ մղելու, ջատագովելու, այսպես ասած։ Այսինքն պատահական չէ։ Նկատում եմ փոխկապակցվածությունը։ Դե չգիտեմ, կարող ենք մեկնաբանել տարբեր կերպ, միգուցե պատահականությունը մեգուցե չէ, միգուցե պատահական էր, որ մեր կողմից մենք առանց որևէ նախապայման եւ առանց իրավական փոխօգնության որևէ համաձայնագրի մենք տալիս ենք վարձկանին, օրեր հետո գալիս են մեր 4 հոգին, հետո գալիս է վեսը, եթե սրանք պատահականություններ են, ապա ես մեծ սիրով կարող եմ հավատալ այսուհետ պատահականությունների առանց խնդիր։ Վերադառնանք նրան, ինչից սկսեցինք մեր զրույցը։ Ահա Արցախի ղեկավարության այդ շինծու գործը եւ առաջադրված մեղադրանքները էլի ահաբեկչություն, ահաբեկիչ, զինված միավորումների ինչ-որ կազմակերպում, անօրինական 1000 ու մի բան, հա, բոլոր մեղքերի մեջ մեղադրել են։ Արդյոք օրինակ հարց, եթե իհարկե տրամաբանական է իմ ասածը եւ եթե կարելի է նաեւ հարցը դիտարկել այդ տեսանկյունից եւս։ Այս մարդիկ ով ուզի չուզի եղել են այդ հանրային իշխանության կրողները։ Այս մարդիկ նաև միջազգային ձևաչափում կոմունիկացվել են Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այսինքն այդ թվում եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Եթե այդեն շատ խորանան կասնենք 90-ականներ թուղթ էլ կգտնենք երկկողմ ստորագրություններով։ Մի քանիսը։ Դուրս է գալիս որ ինչ Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ադրբեջանը գործակցել են ահաբեկիչների հետ, փորձել են պայմանավորվել ահաբեկիչների հետ, փորձել են ահաբեկիչների հետ ինչ-որ փաստաթղթեր ստորագրեն, բանակցություններ են վարել։ Դե գիտեք, դուք շատ բանալ հարց եք տալիս եւ այդ հարցին մի քիչ անտրամաբանական կլինի, որ ես պատասխանեմ թե այո, հա։ Ես նկատում եմ, այս ինչի մենք խոսում ենք, այդտեղ սրան անդրադառնալու կարիք կա, թե՞ սրան անդրադառնալու կարիք էլ չկա։ Ինչու, որովհետև նորից եմ ասում, Ադրբեջանի համար երբեք իրավական ուղին
հետագիծը, փաստաթուղթը, փաստը ընդհանրապես ինչ որ կապված է առնվազն Հայաստան-Արցախ հարաբերությունների հետ, չկա այդպիսի մի փաստաթուղթ իրենց անկախության հռչակագրից սկսած, որ իրավական տիրույթում Լեռնային Ղարաբաղը համարեն Ադրբեջանի մաս, չգիտեմ, այդ բաներից սկսած, հա, այն ինչ որ հիմա ուզում է անի Ադրբեջանը, փորձելով դելեգիտիմիզացնել Արցախի ինքնորոշումը եւ այսպես շարունակ, ես շատ մասնագետներից տարբեր տեղեր լսել եմ եւ եթերում էլ, որ սա դատ չէ, սա դատաստան է հայերի նկատմամբ, եւ դրա մեջ ոչ ճշմարտություն։ Միգուցե շատ գեղարվեստական է, բայց մոտավորապես հենց այդպես է։ Այս դատերը խորհրդանշական են, խորհրդանշականացվում են առնվազն Ադրբեջանի կողմից, որ տեսեք ձեր գլխին ինչ ենք պատրաստ բերել, այսպես ասած, հա։ Բայց այն որ նրանց անվանում են ահաբեկիչներ եւ հիմա ասենց մենք հետ գնանք ու տեսնենք թե Մինսկի խումբը ինչպես ստեղծվեց իդեպ Ադրբեջանի միջնորդություն կա, եթե ես չեմ սխալվում, ես ես վստահեցնում որ մենք կգտնենք բազմաթիվ փաստաթղթեր, որի տակ ստորագրվել է նաեւ ներկայիս բռնապետի հայրը, այնպես որ կարծում եմ չարժի գնալ դեպի այդ կողմ եւ փորձել գտնել ռացիոնալ հատիկ եւ ավելին մեղադրել Ադրբեջանին ասելով լսիր այն ինչ որ դու ասում ես ոնց որ վտանգում է եւ վնասում է նաեւ քեզ ճիշտ ասած որովհետեւ այդ ինքնապաշտպանության բնազդնել չունի նա լուծում է 1-2 խնդիր գլխադասային հայերի Հայաստանի եւ հայի նկատմամբ իր պատկերացումն է որ ոչնչացնելու ցանկությունը մինչև այսօր իր լեզվից առնվազն չի բացակայում, չգիտեմ, մտքից եւ հոգուց ինչպես, բայց գոնե բառամտեցի չի բացակայում, Արցախի ղեկավարությանը ցույց տալն է, որ դուք ընդհանրապես ով էիք եւ ապա իրավականացնել կամ դելեգիտիմիզացնել Արցախի գոյությունը առհասարակ եւ երրորդ խնդիրը կարծում եմ ոչ պակաս կարեւոր որ մենք պիտի առնվազն աչքի տակ ունենանք որ ինքը 30 տարի իր ժողովրդին պահել է ոնց ասեմ ցասում ապրելու պահանջմունքը բավարարելու կամ այդ ցասումը պարպելու երազանքով ավելին իր դասագրքերն են այդպես եղել որը փաստագրված է մենք նույնիսկ մեր կազմակերպությունը մեր էջում դրված է մենք նույնիսկ նեյրոհոգեբանի վերլուծություն ունենք թե ինչպես կարող է ազդել սերնդի կամ սոցիալական ազդեցությունը դասագրքերի եւ այսպիսի դասագրքերի որտեղ հայերը շներ են հայերին պետք է վռնդել հայերի հետ պետք է վարվել այսպես ու այնպես իդեպ ինչ որ դեպքերում նաեւ շատ բռնությամբ ուղեկցվող բառամթերք որը հենց իրենց երեխաներին է վնաս խոշոր հաշվով ու մեզ նաեւ վտանգ է որ մենք պիտի հասկանանք որ մենք գործ ենք ունենալու նույնիսկ խաղաղության պայմանագրի պայմաններում գործարկման որ մենք գործ ենք ունենալու 20 տարի 20-30 տարի ատելությամբ սերմաված սերնդի հետ 25-30 տարեկան մարդիկ գալու են այստեղ ապրելու եւ այս կոնտեքստում շատ բան է խելացի կլինի վտանգներ տեսնելը առնվազն շնորհակալություն ես շնորհակալ Զրուցակիցը ճշմարտության եւ արդարադատության կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ալշակ Գասպարյանն էր մնացեք առաջինի հետ կվերադառնանք րոպեներ անց Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը, իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ, սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով և հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ, մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ և ստացեք ծխատարը, չորանոցը և հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապառիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի, մանրամասները idealsystem.am
Իդեալ համակարգ դեպի կատարելություն։
Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով և հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ։ Մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջեռուսման համակարգ և ստացեք ծխատարը, չորանոցը և հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապառիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ, դեպի կատարելություն։
Շարունակում ենք աշխատել առաջինի ուղիղ եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն է։ Բարև ձեզ։ Բարի։ Տիկին Վարդանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ասել է, որ մեր պետականությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը այժմ կախված են բացառապես մեր որոշումներից։ Երկրին հաջողվել է լուծել այն պատմական խնդիրը, որի մասին ինքը խոսում էր դեռ 2018 թվականին։ Ըստ նրա, Հայաստանը դուրս է եկել այն պատմական փակ շրջանից, երբ երկիրը իրենից անկախ պատճառներով ստանում էր անկախություն, իսկ հետո դարձյալ իր կամքից անկախ կորցնում էր այն։ Վարչապետը ընդգծում է, որ այսօրվա Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետության ինքնիշխանությունը եւ ապագան այլևս պայմանավորված չեն արտաքին հանգամանքներով, այլ կախված են բացառապես մեր սեփական որոշումներից։ Ես պնդում եմ, որ մենք այդ խնդիրը լուծել ենք, այժմ մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը եւ բարեկեցությունը կախված են միայն մեր որոշումներից, բացառապես մեր, ասել է կառավարության ղեկավարը։ Տարբեր քննադատներ, ոչ միայն քաղաքական հակառակորդներ, փորձագետներ եւ այլն, այս պնդումների հետ խնդիր ունեն, հա, մատնանշելով շատ տարբեր գործոններ, օրինակ Հայաստանի սահմաններին օտար ներկայությունը, Հայաստանում արկա ռազմաբազա, Հայաստանի տնտեսական կախվածությունը շատ մեծ մեկ բլոկից կամ մեկ ուժային կենտրոնից, այսպես ասենք, Հայաստանի շարունակական լինելը հապկանդամ, Հայաստանի շատ խորը իրավապայմանագրային բազան, որը բացառապես մի երկրի հետ ունի Հայաստանը, ու այսպես, հա, կարող ենք շատ երկար թվարկել, ասում են խնդիր կա այստեղ, հա, այդ ինքնիշխանության եւ անկախության, որ մենք պատմական այդ ցիկլը հաղթահարել ենք եւ հիմա ամեն ինչ բացառապես մեր որոշումներից է կախված։ Մեր որոշում ասելով դա բնականաբար նաեւ նկատի ունենք այն քաղաքական որոշումները, որոնք կայացնում է իշխանությունը, ունենալով նաեւ ժողովրդի մանդատը եւ վստահության քվեն, չէ՞։ Այս իմաստով կարող ենք հետևություն անել, որ ձեր իշխանությունը, այսպես ասենք, փակել է այդ էջը, այսինքն հիմա այնպիսի մի իրավիճակ է, որ կարծես այդ իմաստով մեր ինքնիշխանության հարցերի կամ անկախության հարցերի լուծման իմաստով ամեն ինչ արված է։ Կարող եմ պատասխանել։ Շնորհակալություն։ Շատ ինձ համար շատ հոգեհարազատ հարցից եք սկսում հարցազրույցը, որովհետև նախ տեսանյութից մի մասը մեջբերում արեցիք։ Շատ կարևոր է նաև նախաբանը տեսանյութի, երբ ասում եմ, երբ դու որևէ բան ցանկանում ես եւ ունենում ես, հաջորդիվ խնդիր, այսինքն դրանով ոչ թե խնդիրը լուծում ես, այլ խնդիրների շարան է բացվում քո առջև, եւ դրանք են ձեր թվարկած բազմաթիվ են դիտարկումները եւ օբյեկտիվ դիտարկումները, որոնք ինչպես դուք նշեցիք, թե քաղաքական ընդդիմության, թե նաեւ որոշ փորձագետների կողմից վեր են հանվում եւ ամբողջությամբ համամիտ եմ այն հարցի հետ, որ այդ խնդիրները առկա են, բայց այստեղ ամենակարևոր հարցը, որի այսինքն ամենակարևոր շեշտադրումը այն է, որ մենք ենք այլևս պատասխանատու այդ խնդիրները լուծելու համար։ Երբ մենք հապկում սառեցնում ենք մեր անդամակցությունը, ես չեմ կարող հիշել որևէ մեր, այսպես ասած, նորանկախ Հայաստանի վերջին տասնամյակներում որևէ ժամանակ, որ մենք կարող էինք մեզ թույլ տալ որոշում կայացնել եւ օրինակ հապկում սառեցնել մեր անդամակցությունը։ Հետևաբար, այո, այդ բոլոր որոշումները, այսինքն այդ բոլոր ներկայացրած խնդիրները առկա են, բայց դրանց պատասխանատվությունը եւ պատասխանատուն մենք ենք, պատասխանատվությունը մենք պետք է ստանձնենք եւ մենք պետք է կրենք, որովհետեւ անկախությունը առանց ընդհանրապես անկախությունը դա պատասխանատվության շրջանակ է։ Դա լինի անձնական մակարդակում, դա լինի պետական մակարդակում, ինչքան շատ ես վերցնում պատասխանատվությունը, այդքան մեծ է քո անկախությունը։ Եվ հետեւաբար, եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, իսկ մենք արդեն գնացել ենք այդ ճանապարհով եւ ավելին ասեմ, հայ ժողովուրդը դեռ շատ վաղուց իր անկախության, այսպես ասած, այդ բաղձանքը անկախություն ունենալու միշտ եղել է հայ ժողովրդի մոտ։ Եվ հետեւաբար մենք պատրաստ ենք վերցնել առաջնորդությունը եւ վերցնել պատասխանատվությունը բոլոր հետագա այդ թվում ծագող խնդիրների համար։ Էսա։
Շատ լավ, այսինքն երբ ասում ենք մենք վերցնում ենք պատասխանատվությունը եւ անում ենք քայլեր, որոնք իրենց հետ բնականաբար բերում են այլ խնդիրներ, որոնք էլի այդպես հերթով շարքով պետք է լուծել, ձեզ մեղադրում են դանդաղ կոտության մեջ, որ դուք ամեն ինչ դանդաղ եք անում, իսկ իրավիճակները այնքան արագ են փոխվում, որ պահը եւ ժամանակը բռնել եւ այն օգտագործելը շատ մեծ նշանակություն կարող է ունենալ։ Հակառակ կողմը օրինակ ձեր քաղաքական թիմից մարդիկ կան, որ օրինակ նույն եթե հապկի օրինակը վերցնենք, հա, որպես երևույթ, զուտ չեն կենտրոնանալու հապկի վրա, ասում են, երբ իրավիճակը այնպիսին լինի, որ մենք կարողանանք, այսինքն մենք հաշվարկենք, որ դուրս են գալիս եւ նվազագույն ռիսկեր ենք ունենալու եւ այլն, մենք կանենք այդ քայլը, հա, բայց հակառակ տրամաբանությունը մենք դիտարկում ենք, իսկ իրավիճակը գուցե այնպես է փոխվում, որ դու վերադառնում ես հապկի սեղանի շուրջ։ Հիմա դուք ասում եք մի իրավիճակ, որը փակվստո դեռ այդ իրավիճակը չի, բայց թող չլինի երբեք։ Բայց պետք է նշեմ, որ դանդաղ կոտության մասով թույլ տվեք չհամաձայնել, ես կարծում եմ, որ հաշվի առնելով, որ մենք ընդամենը 7 տարվա իշխանություն ենք եւ բոլոր են արհավիրքները, ինչի մեջով անցել ենք եւ իրավիճակային փոփոխությունները, կարգավիճակի փոփոխությունները նույնիսկ այն ինչ որ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է այս ընթացքում եւ այն ինչերի մեջով անցել է եւ այն ինչ վիճակում եղել է եւ ուր հասել է, դա ուղղակի կարելի ասել կայծակնային արագությամբ է տեղի ունեցել։ Նույնիսկ ինձ համար զարմանալի, որովհետեւ իսկապես 2020 թվականի օրինակ պատերազմից հետո ակնկալել, որ 2025 թվականին մենք ունենանք այնպիսի սուբյեկտայնություն միջազգային ասպարեզում եւ այնպիսի անկախության մակարդակ, որ մենք կարող ենք նման որոշումներ կայացնել եւ չգիտեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների պես պետության հետ կնքել համագործակցության նման փաստաթղթեր եւ ունենալ հողի վրա արդեն գործող խաղաղություն, ես գուցե եւ ես այդ ժամանակ շատ թերահավատորեն կմոտենայի դրան եւ իրոք թերահավատորեն կմոտենայի դրան, հետեւաբար եթե մենք պատմության, այսպես ասած, պատմության աչքերով նայենք ժամանակահատվածին, դա սարսափելի կարճ ժամանակահատվածում սարսափելի մեծ արդյունք է։ Իսկ դա տեղի ունեցել նաեւ նրա պատճառով, որ մենք գնացել ենք ռիսկի եւ որոշել ենք պատասխանատվությունը վերցնել եւ քաղաքական որոշումներ մեր մասին կայացնել ինքներս մենք, այլ ոչ թե մի ուրիշ երկիր։ Այդ թվում ես չեմ կարող իհարկե չտեսնել նաև աշխարհակաղակական բոլոր այն իրադարձությունները, որոնք կողքից տեղի են ունեցել, այսինքն մենք չենք կարող աչքեր փակել, այդքան էլ այդպես չի, որ կգնանք էլի այն թմբիրի մեջ, որ մենք աշխարհից առանձին մի բան ենք, ասես մեզ համար։ Դրա մասին չի խոսքը բնականաբար, բայց նույնիսկ այդ պարագայում ռիսկի գործոնը բավականին մեծ է եղել եւ պատասխանատվություն վերցնելն էլ շատ դյուրին գործ չի էլի, բայց եթե ներողություն դու եկել ես եւ երկիր ես պատրաստ ղեկավարել, ապա պետք է պատրաստ լինես նաեւ պատասխանատվություն կրել եւ այդ պատասխանատվությունը կրել, գիտեք, առաջին հերթին ոչ թե առաջին հերթին երևի քո ворթիների ու ворթիներ ասելով ես նկատի ունեմ հենց իմ անձնական զավակը, այլ այսինքն ինչ եմ փոխանցելու ես հաջորդ սերնդին, արդյոք ուզում եմ որ իմ հաջորդ սերունդը ստանային ինչ ես եմ ստացել, թե ես կարող եմ տալ նրան անկախ ավելի երկիր, թեկուզ եւ ես կլինեմ այն մեկը, ով որ պատասխանատվությունը վերցնելով այդ թվում նաեւ հազար նեղություն, բայց թուք ու մուրկուտի։ Քանի որ նախընտրական շրջան է եւ քարոզարշավ է ընթանում փաստացի, դրա համար խոսելու ենք տարբեր թեմաներից, հա, որոնք կլինեն տնտեսական, քաղաքական, իրավական եւ այլն։ Բակարն այսօր հետաքրքիր էր հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի դիտարկումները, նա նշեց, որ մարտի 1-ի գործով շուտով նոր մեղադրյալներ են լինելու, հետո խոսվում էր նաեւ այսօր Բականի բուրըն մոնումենտի գույքերի մասին, հա, եւ կան արդեն արձագանքներ, որ այս հայտարարությունները վկայում են մի բան, միջև ընտրություններ դուք հանրությանը փորձելու եք այսպես լավ կտորներ մատուցել, այսինքն իրավական գործընթացներ կամ սոցիալական արդարության հաստատման գործընթացներ, որոնք դուք ուղիղ կապակցում եք ձեր քաղաքական նպատակների հետ, այսինքն որպեսզի վերարտադրվեք, հա, այսինքն դրանք ոչ թե պահանջ են, որոնք դուք իրականացնում եք, այլ ժամանակային իմաստով համընկնում են ձեր վերարտադրության խնդրի հետ։
Նախ պահանջը ինքնին կարծում եմ շատ վաղուց արդեն ձևավորված է, հա, արդարության նկատմամբ պահանջը։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ, այսինքն դուք նշեցիք ինչ որ գործեր, չգիտեմ, մոնումենտի տեղյակներ եւ այլն, ես անձնապես տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, ավելին ասեմ, չեմ հետևել այդ այսինքն տեսանյութն էլ չեմ նայել, հետեւաբար այդ մասով զերծ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց, բայց ինչ վերաբերում է նրան, որ մենք փորձում ենք վերարտադրվել, նախ ես չեմ կարծում, որ ժողովրդավար ձևով ընտրված իշխանությունը, եթե նույնիսկ ինքը վերընտրվում է, դա վերարտադրություն է։ Վերարտադրությունը իր մեջ բացասական կոմպոնենտ է պարունակում եւ վերարտադրությունը սովորաբար լինում է կամքի ճնշմամբ ուղղակի չէ, ուղղակի էլ եւ անուղղակի էլ, այսինքն սրա մասին չի խոսքը։ Ինչ վերաբերում է նրան, որ գուցե ինչ որ, ինչպես ասացիք, ինչ որ լավ կտորներ մատուցել հանրությանը, ես տեղյակ չեմ, ինչ ակնկալիքներ էլ չունեմ, որ որևէ բան տեղի ունենալու, ավելին ասեմ, ես կարծում եմ մենք վաղուց պետք է այդ արդարության, այսպես ասած, առնվազն արդյունքներից ինչ որ բաներ, որոնք ժողովուրդը բազմիցս ակնկալել է, այսինքն դա լիներ եւ հետեւաբար եթե ինչ որ գործեր սկսվել են ինչ որ ժամանակ եւ մինչեւ ընտրություն ինչ որ բանա բացվելու, դրանից է տեղյակ չեմ։ Այս մասով շատ բան է, էլի խաղարկային է իրավիճակը եւ կարելի է ինչպես ուզել մեկնաբանել սա։ Այո, դե բնականաբար նախընտրական շրջանում ինչ լինում է, կապվում է ընտրության հետ։ Մենք հունվարին գեյներ էին վերադարձել, դա կապեցին։ Դա իհարկե սարսափելի էր, ավելին ասեմ, մենք միշտ հայտարարում ենք սրա մասին, որ մեր քարոզարշավը սկսվում է մեր ընտրվելու հաջորդ օրվանից, ինչը եւ այդպես է, որովհետեւ եթե դու քարոզարշավ ասելով հասկանում եք, ես նկատի չունեմ ուղիղ քարոզարշավը, բայց եթե դու դադարես խոսել ժողովրդի հետ, դու կապրես մի փուչիկի մեջ, որտեղ տեղյակ չես լինի իրական, այսինքն ազդակներից, այդ փուչիկն էր, որը պայթեց նախկին իշխանությունների գլխին։ Եվ հետեւաբար, եթե դու այդ կապը կորցնես ժողովրդի հետ, դու չես կարող նաև գնահատել իրականում որևէ բան գնահատել չես կարող, ոչ քո կարգավիճակը, ոչ էլ այն խնդիրները, որոնք առկա են։ Կարծում եք, որ իրավական գործընթացների մասով դուք կտրված չեք։ Ինչ առումով կտրված, եթե ասեք։ Դե, այսինքն առնվազն այն հնչեղ իրադարձությունները, այդ դրանցում ներգրավված մարդկանց շրջանակը, որոնք դեռևս այդ պատասխանատվությունը իրենց չեն ստացել, հա։ Այսպես ասեմ, ես կարծում եմ, որ օրինակ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակում յետ բերված, այսինքն պետությանը վերադարձված բոլոր այն գույքերը եւ դրամական միջոցների մասով ես կարծում եմ մենք իրազեկման լավ արշավ չենք իրականացրել այդ առումով, այսինքն հա մարդիկ լսում են, որ ինչ որ գործընթացներ են տեղ ունենում, բայց սենց տեսանելի առարկայական այդ հաշվետվությունները են, որոնք կամայական մեկը կարող է բացել եւ տեսնել, բայց ես չեմ կարծում, որ դա շատ տարածված է ժողովրդի մեջ, որ իրանք մտնեն այդ հաշվետվություններն այն։ Նորմալ է դա։ Հետեւաբար, այո, նորմալ է, դա բնական է եւ կարծում եմ դա մեր թերացումն է, որ լավ չենք ներկայացրել, թե ինչքան է յետ բերվել եւ այս մասով երևի թե անելիք ունենք։ Այո, եւ առաջին հերթին, այսպես որպես էլի հետևող ուղակի հետաքրքրվող ընթերցող վիզուալ կոնտենտն է, որ բացակայում է, շատ խնդրահարույց է, սա որ թիվն է, հա, երբ գրում ենք այսքան հողամաս վերադարձվեց, այս գույքը վերադարձվեց, գոնե մի վիզուալ մի բան էլի, որ մարդկանց մոտ ավելի, չէ՞ որ աչքով ավելի լավ է նստում։ Դուք ճիշտ եք, բայց տեսեք, մենք երբ շատ ես գործ անում, նման, այսպես ասած, մարքեթինգային պահերին բնականաբար ժամանակը գուցե եւ չբավարարի, բայց ամբողջությամբ կիսում եմ ձեր, այսինքն կարծիքը, որ պետք է այո դա ապահովել։ Մարտի 1-ը շրջանցեցինք։ Ինչ ենք շրջանցում։ Շրջանցելու բան չկա, ուղղակի ես ինքս գործից անտեղյակ, այսինքն ասվել է մի բան, որից անտեղյակ եմ, հետեւաբար չեմ ուզենա որևէ մեկնաբանություն տալ, ես կսպասեմ, տեսնեմ ինչ նոր, այսինքն իրադարձություններ են տեղի ունենալու։ Գիտեք ինչի ես հենց մարտի 1-ը նաև բերեցի, որովհետեւ որպես օրինակ եւ որպես տեղեկություն, որովհետեւ կա փոքր-ինչ այսպես սկզբում գուցե որոշակի տարակուսանք առաջացնող կամ զայրույթ հարուցող, հետո գուցե այսպես ինչ-որ մի ժպիտ է հարուցում մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության հեղափոխական եւ ժողովրդավար իշխանությունը, որը գուցե առաջնահերթ փայլում է ընտրական գործընթացներ կազմակերպելու գործում,
մտավախություն, չէ, մտավախություն չէ, իրեն հակառակորդ է նաև դիտարկում կամ հանրության շրջանում ձևավորվում է մտավախություն, որ կարող են գալ օրինակ մարտի 1 կազմակերպած եւ իրականացրած շրջանակները Հայաստանում իշխանության, այսինքն շրջանակներ, որոնք մեղադրվում են մարդկանց գնդակահարությունը կազմակերպելու պետական մակարդակով, սահմանադրական կարգը տապալելու մեջ Հայաստանում իշխանության։ Նկատի ունենք մտավախությունը, որը մեր քաղաքական թիմը ունի, որպեսզի թույլ չտա։ Եթե ձեր քաղաքական թիմը այդպիսի մտավախություն չունենար, իրենց ամենայն դեպս նաև արդեն իսկ ամենօրյա ռեժիմով չէր անդրադառնա։ Ու հարությունն էլ է, չէ՞, այդ մտավախությունը ստանում։ Այսինքն այստեղ մի բան միտեղ չի կպնում, հա, այսինքն Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը մրցում է իշխանություն վերցնելու այն ուժերի դեմ, որոնք երկրում սահմանադրական կարգ են տապալել։ Այսինքն պետությունը զրոյացրել է։ Այդտեղ մրցել չասենք, էլի, որովհետև այն ուժերը, որոնք որ այդ սահմանադրական կարգը տապալել են, միշտ չեն իրանց գործիքները նույնը ինչ ժողովրդավարության կրող, ասենք, քաղաքական ուժերի գործիքները, ժողովրդավարության կրողները բնականաբար իրենց գործիքակազմը դա ժողովրդավարական գործիքներն են, որոնցով դու աշխատում ես։ Դու փող չես բաժանում, չգիտեմ, կաշառք կարելի ասել ընտրակաշառք չես տալիս եւ այլն եւ ներողություն, բայց այնպես չի որ նախորդ դարում չէր այդ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում եւ հոդս չենք ցնդել մենք Հայաստանի Հանրապետության ժողովրդով մեկ եւ նոր ժողովուրդ չի իջել այս պետության մեջ, այսինքն մենք պետք է բնականաբար շարունակենք խոսել մարդկանց հետ, բնականաբար այդ ամենի դեմ բացի են որ իրավապահ համակարգը պետք է զգոն լինի եւ բոլոր ինստիտուտները պետք է շատ ուշադիր ուշի ուշով հետևեն թե ինչեր են տեղ ունեն, որովհետև օրինակ խոսք է գնում նաև ինչ որ դրսից մարդկանց բերելու Հայաստանի Հանրապետություն ընտրությունների ժամանակ, այսինքն այս ամեն ինչը պետք է ազդակ լինի իրավապահ համակարգին, որպեսզի իրավապահ համակարգը զգոն լինի եւ գործի ըստ դրա եւ բացի այդ շղթաները, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ասենք, որ այ եթե դուք մեղադրվում եք դրա մեջ, եկեք ուրեմն դուք չգիտեմ մենք գտնվենք ոչ ժողովրդավար եւ փակենք ինչ որ բաներ, հա, խողովակներ եւ մեր մոտ լինի խնդիր։ Հետո մենք պետքա բալանսավորված գործենք։ Դա նորմալ է կարծում եմ։ Չփակելու մասին չէ, ուղղակի տեսեք, եթե մենք ացանցվում ենք նրանց, որ նաեւ ձեր խոսույթում է դա շատ ակնառուն գծված պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը, պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, եթե չկա, չգիտեմ, սահմանադրական կարգ եւ այլն կամ մյուսը չկա, ոչ են կա, հա, շատ կոպիտ ասած։ Բայց դրան զուգահեռ օրինակ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող մարդիկ ուզում են այս երկրում իշխանություն վերցնել, հա, ու ունեն դրա հնարավորությունը։ Այսինքն պետության եթե այդ մարդը, եթե իսկապես ձեր ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական են, այսինքն բոլորի հնարավորություններն են այդտեղ հավասար, որ կարող են ընտրական process-ից ինչ որ մի ելք ունենալ, հա, շատ կոպիտ ասած։ Եթե օրենքով սահմանված կարգով չի սահմանափակվում իրենց իրավունքը, ապա չի սահմանափակվում։ Սրա մասին է խոսքը։ Այսինքն օրենքի առաջ բոլորս ենք հավասար։ Եթե վաղը ես լինեմ այնպիսի մեկը, որի հնարավորությունները օրենքով սահմանափակված կլինեն, բնականաբար ես ինքս չեմ կարողանա մասնակցել այդ ընտրություններին եւ դա նորմալ է։ Հիմա օրինակ ես տանը նստած Ռոբերտ Քոչարյանը հաղթի անկախ նայած թե ինչպես կհաղթի, հա։ Չէ, անկախ չի։ Դա շատ կարևոր է։ Չկմիավորվեն կամ ինքը իր, չգիտեմ, որ ուժով կգնա ինչ կանի, հա։ Եվ սահմանադրական կարգ, պետություն, բան, տենց մոռացեք, ուրիշ տեղ ենք գնում, մենք լրիվ ուրիշ բանի մասին ենք ձեզ խաբել են։ Ես դեպի մխիթարվեմ նրանով, որ մեր ընտրությունները ժողովրդավար են, բայց որ դա ինստո պետությունը չկա, բայց հիշողությունը, որ ժողովրդավարական է եղել process-ը, ինձ կփարակտի որպես Հայաստանի գուցե արդեն նախկին քաղաքացի։ Ես վստահ եմ, որ նման տեսանկյուն ունեն նաև մեր ժողովրդի մեծամասնությունը, այսինքն այնպես չի, որ ժողովուրդը կարճ հիշողություն ունի եւ ժողովրդին շատ հեշտ է մոլորեցնել եւ, չգիտեմ, տարբեր ուժերով գալ, հետո միավորվել, մեկ էլ բանա ծաղիկի պես բուսնի Ռոբերտ Քոչարյանը։ Դե ձեր ասած մարդ-մուրդ բերեն դրսից շահագին։ Հասկացա, բայց դրա համար գոյություն ունի իրավապահ համակարգ, որը պետք է, եթե ես դա լսել եմ, ապա իրավապահ համակարգը առավել եւս պետք է որ տեղյակ լինի նման խոսակցություններից եւ ստուգի իսկությունը եւ քայլեր ձեռնարկի։ Սրա մասին է խոսքը։ Շատ լավ, վստահաբար դե հետևում եք ձեր քաղաքական հակառակորդներին, խոսույթին, Քարոզ Արշավին։
Օրինակ ես շատ նկատել եմ, որ մեր ձևով շարժումից կամ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները շատ շեշտադրում են այդ մասկուլինության, հա, այդ մոտեցումները, որ փորձելով այդ ֆոնին ձեզ ավելի թույլ կամ ձեր քաղաքական առաջնորդին, երկրի վարչապետին ավելի թույլ դիրքերից ներկայացնել, հա։ Ինչու է պայմանավորված մեզանում, որ նույնը անում է օրինակ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը ինչ որ իր պատկերացումների մեջ, հա։ Այսինքն ես նրանց անուններ եմ տալի, որոնք արդեն իսկ առյուծային, հա, այո, հայտ են ներկայացրել ընտրությունների մասով, հա, որտեղից է գալիս մեզանում էս մշակույթը այդպես մասկուլին, ուժեղ տղա, ուժեղ առաջնորդ, տենց ուժեղ հետևաբար բանակցող, դրսի ուժեղների հետ հարց լուծող։ Գիտեք, ժողովուրդը ասում է, ով ինչ չունի, դրանից է խոսում։ Եվ կարծում եմ դրա լավագույն պատասխանը ժողովրդական ասացվածքներն են տալիս եւ կարծում եմ, որ չարաչար կրկին անգամ սխալվում են որոշ քաղաքական ասեմ, բայց ես նրանց քաղաքական չեմ համարում, հա, այդ միավորները, որոնք քաղաքական հայտ են ներկայացրել, սխալվում են կրկին անգամ, որովհետև չեն ճանաչում հայ ժողովրդին եւ կարծում են, որ այ որ ասեցի ուժեղ, բոլորը կմտածեն, որ ես ուժեղ եմ կամ ինչով ես ուժեղ, դա էլ անհասկանալի է, ավելին ասեմ, այնտեղ արդեն բանը հասել է ստամոքսի պարունակության, այսինքն որքան կուշտ ես կամ կուշտ չես, այս ամեն ինչը աբսուրդ է, ժողովուրդը չեմ կարծում, որ սրան որևէ կերպ լրջության որևէ աստիճան է տալիս, ավելին ասեմ, այս արտահայտությունները, տեսեք, երբեմն ասում են լեզվի սայթակումներ, չգիտեմ ինչ, կամայական արտահայտություն մարդու մտածելակերպը ցույց տալիս, հա, արտահայտում է իր մտածելակերպը եւ իր վերաբերմունքը, հետեւաբար չեն լինում այդպիսի սայթակումներ, դա մտածելու ձև է, դա ցույց է տալիս կրկին անգամ, որ մարդիկ պատնեշների հետևից են, դրանք տարբեր պատնեշներ կարող են լինել, հա, արհեստական բանականությունը կարող է պատնեշ լինել, մեքենայի ապակին կարող է լինել, դղյակների պարիսպները կարող են լինել, բանը այլ երկրի ծակուծկերը կարող են պատնեշ լինել, այստեղից են խոսում ժողովրդի հետ, կարծելով, թե իրենք ժողովրդից մի դաս բարձր են եւ գալու են այս ժողովրդին եւ դաս տալու եւ խելք սովորացնելու եւ մի հատ էլ այ բանը, այսպես ասած, այնպես անելու, որ ժողովուրդը իրեն լավ ասում։ Ժողովուրդը իր արժանապատվությունը գտել է իր ազատության, իր իրավունքների պաշտպանության մեջ։ Այն մնացածը այդ պատասխանատվության շրջանակն է, որը մենք պատրաստ ենք ստանձնել։ Եվ կարծում եմ ժողովուրդը ինքը ստանձնել է արդեն դա։ Հետևաբար գալ ինչ որ հեքիաթներ պատմել, կարծում եմ չարժի։ Տեսեք, որքան էլ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության բացառապես ներքին գործընթացների մասին, այնուամենայնիվ նաև խոսենք որոշակի արտաքին համատեքստի, որտեղ առանց դրա չի լինում, եւ այս ընտրությունները ես այսօր կարծիքներ էի լսում մի քննարկում էր տարբեր փորձագետների, նշում էին, որ այս ընտրությունները առանձնանալու են նախ առաջին հերթին իրենց գեոպոլիտիկ նշանակությամբ, հա, որովհետև իրենք այո ներքին process են, սակայն արդեն կախված դրա արդյունքից աշխարհաքաղաքական փոփոխություն կարող է տեղի ունենալ Հայաստանում եւ առանձնանալու են նրանով, եթե համեմատենք 2021-ին, շատ ուժգին արտաքին միջամտությունների փորձերով, կոշտ գործիքների կիրառումով, որովհետեւ օրինակ ասում են 2020, ինչպես էին հիմնավորում 2021-ին պարտություն էր, պատերազմը, հա, արտարտ ընտրություն էր լինում օրինակ այս դեպքում Ռուսաստանը կարծում էր, որ Հայաստանը անկախ ընտրության արդյունքից իր գրպանում է լինելու, գնալու տեղ չունի, կոպիտ ասած, բայց հիմա իրավիճակ է փոխվել, հա։ Այս իմաստով, օրինակ, ձեր քաղաքական կանխատեսումները կամ մտքերը ինչ են ասում։ Դուք կիսում եք այս մոտեցումը, որ ի տարբերություն 21-ի, երբ 21-ին մենք շատ ավելի բարդ իրավիճակում էինք, մեղմ ասած, բայց հիմա այն գործիքները, որոնք կիրառվելու են եւ միջամտության փորձերը, որոնք լինելու են, դրանք իրենց ծավալներով, մասշտաբով, այո, գուցե բավականին խնդրահարույց են լինելու։ Սա նույնքան ճակատագրական ընտրություն է լինելու, որքան որ 2021-ին էր։ 2021 թվականի ընտրություններին ժողովուրդը պաշտպանեց իր ժողովրդավարության, իր հաստատած ժողովրդավարությունը, այսինքն ինքը ասեց, որ պարտվել եմ պատերազմ, թե ինչ ա եղել, միևնույն է ես եմ ընտրելու իմ պետության իշխանությանը, ես եմ որոշելու ով աղեկավարելու։
Այսինքն ինքը թույլ չտվեց, որպեսզի որևէ կերպ, որևէ մեկը օգտվելով առիթից, իսկ այդպիսիները շատ էին, այդ թվում արտաքին միջամտություն կար, այնպես չի որ արտաքին միջամտությունը բացակայում էր այդ ժամանակ, ժողովուրդը պաշտպանեց իր ժողովրդավարությունը։ Հիմա այս ժողովրդավարության հենքի վրա մենք կարողացել ենք այդ երբ ասում ենք մենք ձեռքբերում ունենք 2020-ից 26 թվականի ինչ ձեռքբերում ունենք, մենք ամրապնդել ենք անկախությունը մեր։ Հիմա այս երկրորդ փուլը կարելի ասել արդեն կառուցած եւ ամրապնդված անկախության, ամրապնդված ասելով բնականաբար են ձեր ասած գործոնները դեռ պետք է շտկվեն եւ այդ քայլերը պետք է արվեն, բայց այսինքն սա պաշտպանելու այս մեր պետությունը, պետականությունը եւ անկախությունը պաշտպանելու մասին առնելու այս ընտրությունը։ Եվ հետեւաբար մենք նույնքան եթե ոչ կրկնակի անգամ զգոն պետք է լինենք, որովհետեւ խաղաղությունը հաճախ այո թմբիր է բերում եւ մարդիկ սկսում են ուշադրությունը շեղել են հիմնական, ավելին ասեմ, ինչ են շատ ինչ որ փորձում այդ թվում այդ նորաթող, այսպես ասած, կազմավորված միավորները խոսել տարբեր ինչ որ տնտեսական, սոցիալական, չգիտեմ ինչ հարցերից, գլխավոր նպատակը շեղել այն կարևոր ձեռքբերումը, որը որ մենք ունեցել ենք այս ընթացքում, այն է մեր անկախությունը, մեր խաղաղությունը, մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, սա այն ձեռքբերումն է, որը չի կարելի նսեմացնել եւ մոռանալ դրա մասին եւ կարծում ժողովուրդը քաջ գիտակցում է մենք ինչի մասին ենք խոսում, որովհետև կոնֆլիկտը ամեն մեկի տուն մտել է, չկա երևի ընտանիք, որի տուն այդ կոնֆլիկտը չի մտել, չկա ընտանիք, որը իրեն որոշ չափով բռնաճնշում իր վրա ժողովրդավարության պակասից չի զգացել։ Ես կարծում եմ այս ամեն ինչի մեջով մենք բոլորս անցել ենք եւ պետք է թույլ չտանք այլևս անիվի որևէ կերպ հետ պատտվելու հնարավորություն։ Ինչի հետ հարցրեցի, որովհետև մենք անդադ նաև Ռուսաստանի մասն ենք խոսում, այդ հիբրիդային պատերազմի որպես առաջամարտիկ։ Ձեր հակառակորդները խոսում են Եվրամիության մասին, հիմա Միացյալ Նահանգների մասն են խոսում, Ամերիկայի, հա, որ Ռոբերտ Քոչարյանն է սիրում խոսել Միացյալ Նահանգների մասին։ Թուրքիայի մասին են խոսում։ Կարծում դեռ Ադրբեջանի մասին էլ կխոսեն, հա, որ իրենք էլ միջամտում են իրենց ձևով աջակցելով ձեզ։ Ասենք, եթե Ռուսաստանը աջակցում է մեզ եւ իր գործիքակազմը լայն է, ըստ իր պատկերացումների կիրառում է, նաեւ մեր միջոցով, ձեզ էլ այս շրջանակներն են աջակցում։ Ինչու՞ն է խնդիրը։ Ինչով են աջակցում։ Մեկը հայտարարությամբ, մեկը փողով, մեկը չգիտեմ։ Փողով նույնիսկ։ Ճիշտ ասած այդ աջակցությունը, եթե այսպես ասեմ, եթե այդ ուժերը կարծում են, որ պատկերացումները ամբողջությամբ գալիս են նրանից, որ այդ մարդիկ երբևէ չեն եղել իրական պետության, իրական իշխանություն։ Ախր երբ խամաճիկ ես, այո դու չես հասկանում ինչ է նշանակում լինել ընտրված իշխանություն եւ խոսել հարևան պետության հետ։ Եթե դու պետք է խոսես միայն այն, ինչ քեզ թույլատրված է եւ լռես այն ժամանակ, երբ քեզ ասել են լռիր, ժպտաս այն ժամանակ, երբ քեզ ասում են ժպտա եւ պետք է բարկացած նայես, եթե ասել են, եթե ընդհանրապես որևէ մեկը քեզ կնկատի, դա էլ իր հերթին։ Հետևաբար իրանց ամբողջ, այսպես ասած, սահմանափակ տեսադաշտը գալիս է դրանից, ինքը մտածում է դու ոնց կարող ես ասենք, դու ոնց կարող է ինչ որ ղեկավար գնա բանակցի ու ինչ որ բան ստացվի։ Չէ՞ որ ինչ որ մեկը պետքա, որ քեզ պետքա պապա լինի։ Մարդը իր բանը արշինով չափում են, միայն դրանից է դա գալիս։ Եվ բնականաբար նաև գալիս է նրանից, որ այս ամբողջ ընթացքում փորձել են Հայաստանի Հանրապետության ժողովրդին պահել վախի եւ կախվածության մթնոլորտում, ասելով, որ գիտես ինչ կա, եթե մեր Ռուսաստանը չլինի, քո հարևաններ քեզ ուտելու են։ Այդ նույն խոսույթի ավելի այտենց թարմացված հիբրիդային տարբերակն է։ Շատ լավ, բայց օրինակ ձեզ համար բացատրելի է, թե ինչու այդ պապայի տեխնացուն չի փոխվում այտենց։ Չեմ կարող ասել ինչի պապայի տեխնացուն չի փոխվում։ Չէ, դա ի հայտ գալիս է, ես կարծում եմ հայտ ներկայացնում են շատերը։ Ավելին ասեմ, եթե մի քիչ ուշադիր հետևենք, բոլոր ուժերը խոսում են թրիփի ուղում, ինչպես պետք է Ռուսաստանը ներմուծվի։ Մի քիչ լավ չեմ հասկանում ինչու՞մն է այդ ուժերի խնդիրը, բայց ըստ իս դա այսպես ասած բորսայում դուրս են եկել բանի
վաճառքի, ով ավելի շատ կհամոզի, որ ինքը կարող է ռուսական շահը պաշտպանել եւ հետեւաբար գուցե Ռուսաստանը փոխի իր բանը տրամադրվածությունը ամենաուժեղ բանից տղամարդուց դեպի մի քիչ էլ կուշտ օրինակ մեկը ուզում եմ ասել ես չեմ կարծում որ այդ բանը չկա բայց հիմնական նպատակը կարծում եմ արդյունքում լինելա որ միավորվեն եւ փորձեն այսինքն այդ Գյումրու սցենարը խաղարկել երկրին անգամ եւ հետեւաբար մարդիկ պետք է շատ զգոն լինեն ընդհանրապես այստեղ չկա այլընտրանք կա երկու թեփ հիմնական, հա, անկախության, պետականության եւ հետ դեպի գաղութային եւ սովետական միություն։ Դե քանի որ նախընտրական տրանսֆերային պատվանը բացվել է ու դժվար է դեռ փակվի, կարծում եմ արժևում մենք 1000 մի բան ենք տեսնելու։ Այնուամենայնիվ, տեսեք Նոյան Տապան, հա, եթե չեմ սխալվում, էլի հայտ են ներկայացնում Հայաստանին առաջարկ ծրագրով Մայր Հայաստան, Բարգավաճ Հայաստան, գուցե հետո շարքեր են լայնվի, չգիտեմ, հետո Գագիկ Ծառուկյանը ասում էր Նոյան Տապանում հավաքելու է շատ ինտելեկտուալ մարդկանց եւ այլն։ Չի լսել ճիշտ ասած։ Հիմնական ձեր մրցակիցների շրջանակները ձևավորվում են արդեն էլի, ուժեղ Հայաստանը, Նոյան Տապանը եւ այլն։ Դուք գործակցության ինչ որ տարբերակ տեսնում եք։ Չէ, նրանց հետ չէ, առհասարակ։ Ինչ նկատի ունեք, դուք նկատի ունեք բոլորը միավորվում են, դուք այդպես մենակ առանձին ձեզ համար։ Մենք մի տապան չկա, դուք էլ մեկին կպնեք։ Մենք այդ բան ժամանակաշրջանը հաղթահարել ենք տապանի, կարծում եմ, եւ այս ժողովուրդն էլ հաղթահարել է տապանի ժամանակաշրջանը եւ փրկվելու առիթ չկա, առիթ կա աշխատելու վերցնելու պատասխանատվություն աշխատելու եւ ավելի բարեկեցիկ եւ երջանիկ ապրելու։ Հետեւաբար այդ փրկության բոլոր թեզերը կարծում ժամանակն է ուղարկել աղբաման։ Քաղաքական մշակույթ, չգիտեմ, բանավեճ ու նման բաներ, այս ստանդարտ տեքստեր էլի, որ միշտ հնչում են եւ տենց ինչ որ ակնկալիքներ, որ այդպես լինի, բայց երբեք այդպես չի լինում իհարկե։ Այնուամենայնիվ կազմակերպեք ժիրեր։ Մենք կազմակերպենք, բայց ես օրինակ չեմ պատկերացնում ում հետ դուք կբանավիճեիք այդ տրամաբանության մեջ։ Դուք առաջարկեք, ես կհամաձայնեմ։ Շատ լավ, կարելի է դիտարկել այդ տարբերակը, ինչևէ այդ խառնաշփոթը, հա, կողքից նայում ես կարծես խառնաշփոթ է տիրում։ Իրականում հենց այս մեր քաղաքական գործընթացները այդպես խառն են, հախուռն են, չտրամաբանված են տեղ-տեղ, որովհետև օրինակ չգիտեմ, ես չէի պատկերացնում, որ երբեք Հակը Ռոբերտ Քոչյանի հետ կարող է ինչ-որ համակարծիք լինել, ինչ-որ չգիտեմ, թե սրանք ավելի շատ այսպես ասենք մեդիայի տակով անցած դիտարկումներ են, ավելի շատ մեդիան է ստեղծում այդ հախուռն իրավիճակը, թե հենց քաղաքական process ինքնին է այդպեսին է մեր մոտ։ Ես կարծում եմ, քանի որ ինչպես նշեցի, որ համարում եմ, որ այս ընտրությունը ճակատագրական է լինելու, ինչպես եւ 21-ինը, ես կարծում եմ իրոք կա այդ հախուռնության տրամաբանությունը այս քաղաքական process-ների մեջ։ Ինչ որ ապերում է Լևոն Զուրաբյանին, ավելին ասեմ, ես հենց իր առաջին իսկ թեզերը երբ լսեցին, որ նոր ինքը որպես վարշապետի տեխնացու այսպես ասած ի հայտ եկավ, ակնհայտ էր, որ այս մարդը գնալու է միանա Նարեկին, այսինքն ոչինչով չէր տարբերվում իրենց թեզերը, ոչինչով չէին տարբերվում իրարից, հա, եւ հետեւաբար ինձ այլևս ոչինչ չի զարմացնում մեր քաղաքական դաշտում եւ կարելի ասել ավելին ասեմ, ես ամեն ինչ պատրաստ եմ տեսնել եւ նոր բան չեմ էլ սպասում։ Կզարմանամ, եթե տեսնեմ մի, այսպես ասած, մի ազնվություն էլ, մի արդար ձայն լսեմ, որը կընդունի, որ այո, ես սխալ եմ ասում կամ ես սուտ եմ ասում, չգիտեմ, դա անհնար է։ Էլի սև սպիտակ։ Դե ակնհայտ է։ Սև սպիտակ չի։ Հայաստանի Հանրապետության շահն է եւ ոչ Հայաստանի Հանրապետության շահը։ Երբ դու խոսում ես, երբ հայաստանքո պետությունը գնաց է նստել, բանակցել է մի սեղան շուրջ, մի պետության հետ, աշխարհի գերտերություններից մեկի հետ բանակցել, եկել է ինքը թղթի վրա ամրագրել է, հիմա էլ դա պետքա գործարկի եւ այդ ամենը պետքա գործի իշա Հայաստանի Հանրապետության, ասել, որ արի մեջը մի բան փոխեմ ես չեմ հասկանում։ Իրենց ժամանակ երբ իրենք բանակցում, իրենց մոտ թուղթ չէր տեսնի նման առաջարկով այդ իշխանությունը։ Էլ ուր մնաց եկել է մի հատ էլ ուզում է եղածի վրա բան փոխի։ Ես շատ լավ իրենց ախորժակը պատկերացնում եմ, խաղաղությունը հաստատվել է,
Հնարավորությունները բացվել են, ինչու ոչ, գանք նստենք վայելենք։ Էսա տրամաբանություն, պատկերացնում եք ինչ ախորժակով են, հետեւաբար ինչ հախուռնությամբ են գալիս։ Սրա դեմ պետք է առնել։ Բայց չէին ասի, որ իրենք փողից վատ են, թող մասնավոր մասնակցություն ունենան դրանում։ Ներդրում անեն ինչ-որ։ Մասշտաբները պատկերացնում եք ինչ կարելի է անել, եթե օրինակ հետեւաբար դուք կարող է լավ չեք պատկերացնում, իրենք լավ են պատկերացնում։ Դե վստահաբար ես այդքան լավ չեմ պատկերացնի, բայց այնուամենայնիվ տեսեք ինչ վերաբերում է trip-ին եւ ռուսական վերահսկողության կառավարմամբ երկաթուղուն մեր, այստեղ էլի շատ ներողություն էլի, իդեպ կներեք, որ ընդհատում եմ։ Եթե այդքան խոսում են Ռուսաստանի մասնակցության մասով, խնդրեմ, երկաթուղին կոնցեսիոն պայմանագրով տրված է Ռուսաստանին, այդպես է թե ոչ։ Երկաթուղին կարևոր, օրինակ կապող օղակ է, այդ թվում trip-ի պարագայում, այո թե ոչ։ Բայց խոսան մասնակցեն, ինչն է խնդիրը, ես չեմ հասկանում։ Ինչի չեն առաջարկում օրինակ հակառակը։ Ասեն եկեք թող քանի որ երկաթուղին օրինակ այդքան էլ լավ վիճակում չի, թող Ամերիկան մասնակցություն ունենա։ Եթե տենց իրանք բազմակողմ, այսպես ասած, բանի համագործակցության կողմնակից են եւ ուզում են բալանսավորել, թող այդտեղ բալանսավորեն։ Դե շատ ռոմանտիկ է այդպես մտածելը կարծում եմ, բայց այնուամենայնիվ ինչ վերաբերում է երկաթուղուն, Մագդալենա Գրոնոն խոսում էր էլի Թուրքիա Նախիջևանով անցնող երկաթուղու մասին, Եվրամիության դե բնականաբար այդտեղ հետաքրքրվածության, գուցե ներդրումային նաև ներկայության մասին, Թուրքիա երկաթուղի Ադրբեջանին կապել եւ այլն ու նաև վարչապետն էր, եթե ես չեմ սխալվում, չէ, ակնարկել, որ անգամ Թուրքիան եւ Ադրբեջանը, դա գուցե ակնարկ էր, ես սխալ եմ հասկացել գուցե, որ անգամ Թուրքիան եւ Ադրբեջանը խնդիր ունեն ռուսական վերահսկողությամբ երկաթուղիների հետ։ Ես չեմ կարող ասել դա Հարցազրույցներից մեկում էր խոսել դա։ Հնարավոր է, բայց չեմ մեկնաբանել մի բան, որը տենց հստակ ոչ գիտեմ, ոչ լսել եմ։ Ինչ եմ ուզում ասել, էլի, նաև Եվրամիությունը բնականաբար դրա հետ խնդիր կունենա, չգիտեմ, Միացյալ Նահանգները ունի թե չունի, բայց այնուամենայնիվ, եթե Ռուսաստանը գալիս է իր ներդրումները անում է, հա, Քոչարյանի ասած ոսկուց ռելսեր է գցում։ Հրաշալի։ Այդ կարգի ներդրումներ է անում, այստեղ որևէ խնդիր չեք տեսնում։ Այսինքն խնդիրը ասելով գիտեք որն է, որ շատ པարզ լինենք, եթե կան կենտրոններ, որոնց շահերը եւ հետաքրքրությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության շահերի եւ հետաքրքրությունների հետ այս պահին, համայն դեպս եւ ըստ ռազմավարության մոտակա մի քանի տասնամյակում, հա, այդպիսի պլանավորում է գնում, բնականաբար այդտեղ նաեւ հարց են առաջանում ինչպես են նրանց հետաքրքրությունները եւ շահերը համընկել Հայաստանի հետ, Հայաստանին ինչպես է համընկել, ինչ է փոխվել, ով է փոխվել, որտեղ ինչ է կատարվել, ինչի բերումով են այդ շահերը այդպես տրանսֆորմացվել, հա, կամ զարգացել, չգիտեմ, հազար հարց կա, ուղղակի դա այսպես անիմաստ բնդում չէ, մեզ համար վատ է, որ Ռուսաստանը, չգիտեմ, երկաթուղի է կարամ եւ չէ։ Նկատի ունեմ նաև այդ գործոնները հաշվի առնելով, հա, գործընկերների եւ նրանց հետ հեռավար ռազմավարական, այդ թվում եւ ներդրումային ապագա ունենալու հեռանկարը հաշվի առնելով, օրինակ ձեր գործընկերների համար որքանով կարող է ընդունելի լինել հենց ռուսական վերահսկողությունը։ Էլի դիտարկում ենք Հայաստանի շահերի տրամաբանության մեջ, եթե պրոբլեմ չկա, որևէ խնդիր չկա, թող ռուսական լինի, չինական լինի, եթե մյուս կողմը խնդիր չի տեսնելու սարքելու դա եւ Հայաստանը վերադառնա իր շրջանս յուր։ Շատ լավ հարց եք տալիս, ես կարծում եմ, որ այո, մենք պետք է ընդհանրապես մեր հարաբերությունները որևէ պետությունների հետ դիտարկենք մեր շահի տեսանկյունից եւ հետեւաբար եթե օրինակ եմ ասում, այս նույն հարցադրումը ծագում էր այն ժամանակ, երբ Trip-ի ուղին քննարկվում էր եւ Իրանի մասով բնականաբար հարցադրումներ էին լինում եւ ինչպես կյանքը ցույց տվեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը արտաքին գործերով զբաղվող այսպես ասած մեր բլոկը կարողացավ Իրանի Հանրապետությանը բոլոր նյուանսները ճիշտ եւ բավականին ինտենսիվ, այսինքն շփումների միջոցով մատուցել եւ որևէ խնդիր չառաջանա այս պարագայում։
Հիմա ինչ վերաբերում է ռուսական երկաթուղուն, եթե մենք ունենք այն իրավիճակ, որ այսօր Հայաստանի Հանրապետության կարգավիճակը, այդ թվում անկախության, այո, այլ մակարդակի վրա է եւ բոլոր պետությունները, այդ թվում մեզ հետ եղբայրական, ռազմավարական, գործընկերային հարաբերություններ ունեցող երկրները պետք է հաշվի նստեն այս իրավիճակի հետ։ Եվ եթե երկաթուղին օրինակ եմ ասում, գործի այնպիսի վիճակով, որ դա ձեռք է տալիս եւ իշա Հայաստանի Հանրապետության, այսինքն բավարարում է բոլոր մեր ակնկալիքները մեր երկաթուղու ունենալու երկաթուղի նման երկաթուղու մասով, բնականաբար կարծում եմ Հայաստանը կգտնի միջոցներ իր գործընկերների հետ այս հարցերը կոորդինացնելու եւ տեղ հասցնելու եւ ես կարծում եմ ավելին, ես կարծում եմ, որ եթե մի քիչ երկար խորհեն մեր գործընկերները, գուցե եւ իրենց էլ շահավետ գտնվի, այսպես ասած, շիտակ գործելու եւ օգտվելու հնարավորությունից, ոչ թե դիմադրելու հնարավորության, այլ հակառակ օգտվելու դրանից։ Շատ լավ, այսինքն Հայաստանի շահերը անկախնայինց ով է լինելու այդ գործընկերը չի ստորադասվելու։ Միանշանակ ոչ։ Ես այս հարցը տվեցի որպես նաև մեզ եզրափակիչ հարց եւ կարծում եմ, որ երկաթուղու հիմա շատ քննարկվող տրամաբանորեն շատ նաև ու դեռ տևական ժամանակ այդպես էլ կլինի, հարցը նաև մեր հանրային մակարդակում բավականին ինքը մեծ հետաքրքրություն ունի ու շատ տարբեր գործոններով իհարկե պայմանավորված։ Ես այսօր մի նամակ էի ստացել, ինձ այսպիսի հարցադրում էին արել, հնարավոր է արդյոք երկաթուղիների հարցի չլուծումը, դե ես տրամաբանում եմ, որ հարցի չլուծումը ենթադրում է, որ Հայաստանի կողմից կառավարում չի իրականացնելը, մեզ ինչ որ պահի նորից վերադարձնի անցյալի ստրկությանը։ Չեմ կարծում, որովհետև նախ պայմանագիրը կոնցեսիոն է եւ իմ տպավորությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի բավարար գործիքակազմ իր պետության շահերը պաշտպանելու եւ ի օգուտ իր պետության գործելու, հետեւաբար մասնավորապես կամքը ունի, այսինքն գործիքակազմն էլ կա, հետեւաբար որևէ խոչընդոտ չեմ տեսնում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։ Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը, իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով եւ հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ, մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։